Ինչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր ողջ կյանքը, յուրաքանչյուր հիշողություն կառուցված է սարսափելի ստի վրա։ Մի երիտասարդ կին, հսկայական կարողության միակ ժառանգորդը, ապրում է շքեղության մեջ, բայց 25 տարի շարունակ նրա ճակատագիրը թաքցնում էր մի սարսափելի գաղտնիք։ Գաղտնիք, որն ապացուցում է, նրա ոսկե վանդակը նախատեսված էր ուրիշի համար, մինչդեռ իսկական ժառանգորդը ապրում էր նրա փոխարեն աղքատության և զրկանքների մեջ։ Մեկ մահացու խոստովանություն պատրաստվում է փշրել երկու աշխարհ։ Մենք ցույց կտանք նրա տանջալից ընտրությունը հարմարավետ ստի և ցավոտ ճշմարտության միջև։ Բայց ամենասարսափելին այն է, թե ինչ տեղի կունենա, երբ նա վերջապես կհանդիպի իր իսկական ընտանիքին։ Դուք կտեսնեք այն ճակատագրական նամակի բովանդակությունը, որը փոխեց ամեն ինչ, և կլինեք ականատես այն պահին, երբ երկու փոխված աղջիկները առաջին անգամ կնայեն միմյանց աչքերի մեջ։ Ինչ կտեսնեն նրանք՝ քույր, թե թշնամի։ Ճշմարտությունը շատ ավելի ցնցող է, քան կարող եք պատկերացնել, իսկ ավարտը պարզապես կստիպի ձեզ սառչել տեղում։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսով ենք։ Մելիքյանների առանձնատան հսկայական դահլիճը խեղդվում էր բյուրեղյա ջահերի սառը լույսի և թանկարժեք օծանելիքների խառնուրդի մեջ։ Վահրամ Մելիքյանի հոբելյանն էր, և հասարակության ողջ սերուցքը հավաքվել էր իրենց հարգանքի տուրքը մատուցելու ոչ այնքան մարդում, որքան նրա կայսրությանը։ Այս ամբողջ փայլի կենտրոնում կանգնած էր Աննան, անթերի զգստով, դեմքին քարացած ժպիտով։ Նա իրեն զգում էր ոչ թե տոնակատարության մասնակից, այլ թանկարժեք ցուցանմուշ, որի գլխավոր գործառույթը հոր հզորությունը ընդգծելն էր։ Յուրաքանչյուր շնորհավորանք, յուրաքանչյուր հաճոյախոսություն դատարկ էր հնչում նրա ականջներում։ Նրա հայացքը թափառում էր դեմքերի ծովի միջով, փնտրելով գոնե մեկ անկեղծ հայացք, մի բան, որը կապացուցեր, որ ինքն այստեղ օտար չէ։ Աննա, սիրելիս, ուղղիր մեջքդ, բոլորը քեզ են նայում, շշնջաց մոր Կարինեի լարված ձայնը, երբ նա մոտեցավ ձևականորեն շտկելով դստեր զգեստը։ Աննան հոգնած պատասխանեց. «Մամ, ես ուզում եմ մի պահ մենակ մնալ»։ Կարինեի ժպիտը սարեց. «Ինչ»։ Ննջ անհեթեթություն։ Հայրդ հպարտանում է քեզնով, ժպտա։ Հենց այդ պահին Աննայի հայացքը սահեց դեպի սենյակի հեռավոր անկյունը, որտեղ ստվերի պես կանգնած էր իր ծեր դայակը՝ Նարինեն։ Կնոջ դեմքին տանջանքի և ինչ-որ անասելի ցավի արտահայտություն կար։ Նրանց հայացքները հանդիպեցին ընդամենը մի ակնթարթ, բայց դա բավական էր, որ Աննայի սիրտը սառչի։ Նարինեն արագ խոնարհեց գլուխը, բայց արդեն ուշ էր։ Վահրամ Մելիքյանը սկսեց իր շնորհաքալական ճառը, երբ հանկարծ դահլիճի լռությունը պատռվեց խուլ հառաչանքով։ Նարինեն գունատվել էր, ձեռքը տարել էր դեպի սիրտը և դանդաղ սկսել էր սահել պատի երկայնքով։ Նրա շուրթերից դուրս թռավ միայն մեկ բառ՝ «Աննա», և նա անշնչացած ընկավ գետնին։ Հիվանդանոցի ստերիլ միջանցքի սառնությունը խորթ էր թվում շքեղ երեկույթի կեղծ ջերմությունից հետո։ Աննան անհանգիստ նստած էր աթոռին, սպասելով որևէ լուրի։ Վահրամն ու Կարինեն հեռվում խոսում էին բժշկի հետ, ավելի շատ մտահոգված սկանդալի հնարավոր հետևանքներով, քան ծեր կնոջ առողջությամբ։ Աննայի մտքում արթնանում էին մանկության հիշողությունները։ Նարինենն էր նրա համար եղել և մայր, և ընկեր։ Նա էր, որ գիշերները հեքիաթներ էր պատմում, մաքրում էր քերծված ծնկները և սովորեցնում, որ աշխարհում ամենակարևորը սրտի ձայնը լսելն է։ Իսկ ինչ էր ուզում ասել սիրտը հիմա։ Ինչու էր Նարինեն իր անունը տալիս։ Վահրամը մոտեցավ, կտրուկ ու սառը։ Բժիշկն ասում է սրտի կաթված է, տարիքը, պետք չէ այդքան անհանգստանալ, գնա տուն հանգստացի։ Ես չեմ գնա, մինչև նրան չտեսնեմ, համառեց Աննան։ Ի վերջո, նրան թույլ տվեցին մտնել հիվանդասենյակ։ Նարինեն թույլ էր, բայց գիտակցությունը տեղն էր։ Աննա ջան, ներիր ինձ, հազիվ լսելի շշնջաց նա։ Ինչի համար Նարինե տատիկ, հարցրեց Աննան, բռնելով նրա սառը ձեռքը։ Մեծ մեղք ունեմ քո առաջ։ Ես պետք է քեզ մի բան տամ, մի բան, որը քեզ է պատկանում, քո իրական կյանքը։ Նախքան Աննան կհասցներ հասկանալ խորհրդավոր խոսքերի իմաստը, բուժքույրը խստորեն ընդհատեց նրանց։ Դուրս գալով միջանցք, Աննան սառեց տեղում։ Նա տեսավ, թե ինչպես է հայրը գումար դնում նույն բուժքրոջ գրպանը։ Հենց այդ պահին նա հասկացավ, իրենից սարսափելի մի բան են թաքցնում։ Հաջորդող օրերը վերածվեցին համր պայքարի։ Աննայի յուրաքանչյուր փորձ տեսնելու Նարինեին բախվում էր անտեսանելի պատի։ Բժիշկները, խուսափելով նրա հայացքից, անընդհատ կրկնում էին, թե հիվանդի վիճակը ծանր է։
Նա զառանցում է, Աննա, մի լսիր նրան, նա ուզում է քանդել մեր ընտանիքը, լալահառաջ կրկնում էր Կարինեն։ Իսկ Վահրամը պարզապես լռում էր, իր սառը լռությամբ ավելի ամրացնելով Աննայի կասկածները։ Շքեղ առանձնատունը վերածվել էր ոսկեզօծ բանտի, որտեղ ամեն անկյունից սուտ էր շնչում։ Այդ գիշեր, երբ տանը խորը լռություն էր տիրում, Աննան որոշում կայացրեց։ Նա փոխեց իր թանկարժեք հագուստը հասարակ ջինսերով, անաղմուկ դուրս եկավ տնից և մեքենայով ուղևորվեց դեպի հիվանդանոց։ Նա պետք է իմանար ճշմարտությունը, ինչ գնով էլ լինի։ Գիշերային հերթապահին մի կերպ համոզելով, նա սողոսկեց Նարինեի մութ հիվանդասենյակ։ Ձեր կինը արթուն էր, կարծես սպասում էր նրան։ Գիտեի, որ կգաս, իմ խելացի աղջիկ, շշնչաց նա, թույլ շարժումով մատնացույց անելով բարձի տակը, վերցրու։ Աննան դողացող ձեռքերով բարձի տակից հանեց մի հին, դեղնած ծրար։ Ինչ է սա, հարցրեց նա։ Ճշմարտությունը, քո իրական մոր նամակը, ների ինձ երեխա ջան։ Հանկարծ հիվանդասենյակի դուռը ճռնչալով բացվեց, և լույսի շողի մեջ հայտնվեցին Վահրամի և Կարինեի կատաղած ուրվագծերը։ Աննա, տուր ինձ այդ ծրարը, որոտաց Վահրամի ձայնը։ Աննան, սեղմելով նամակը կրծքին, հետ-հետ գնաց և վազեց դեպի հիվանդասենյակին կից փոքրիկ լոգարանը, ներսից փակելով դուռը։ Դրսից լսվում էին Վահրամի բղավոցներն ու Կարինեի հիստերիկ լացը։ Սառը սալիկներին նստած նա բացեց ծրարը։ Խամրած տառերը պատմում էին անհավատալի մի պատմություն։ Մի կին Սոնա անունով գրում էր, թե ինչպես է 25 տարի առաջ ծննդաբերել առողջ աղջիկա, նույն օրը, երբ հարուստ տիկին Մելիքյանի երեխան մահացած է ծնվել։ Գրում էր, թե ինչպես է Վահրամ Մելիքյանը կաշառել բոլորին, որպեսզի երեխաներին փոխեն և իրեն ժառանգորդ ապահովելու համար։ Նամակի վերջում գրված էր. նա ուսին աստղիկի տեսքով փոքրիկ խալ ունի, խնդրում եմ, գտիր իմ աղջկան և ասա, որ մայրը նրան երբեք չի մոռացել։ Աննայի ձեռքերը մեխանիկորեն իջեցրին զգեստի ուսը։ Հայելու մեջ նա տեսավ իր ուսի փոքրիկ մուգ խալը, աստղիկի տեսքով։ Աշխարհը փուլ եկավ։ Նրա անունը, հիշողությունները, ողջ կյանքը սուտ էր։ Ուժ գտնելով իր մեջ, նա բացեց դուռը։ Հիվանդասենյակում լռություն էր։ Վահրամն ու Կարինեն պարտված նստած էին, իսկ Նարինեն անշարժ պառկած էր, դեմքին խաղաղ արտահայտությամբ։ Նա մահացել էր, ազատվելով իր բեռից։ Սոտ է, ասացեք, որ սուտ է, խզված ձայնով հարցրեց Աննան։ Վահրամը կանգնեց։ Սուտ չէ, բայց դա նշանակություն չունի։ Մենք քեզ մեծացրել ենք։ Այդ կինը քեզ ոչինչ չէր կարող տալ, բացի աղքատությունից։ Դուք ինձանից գողացել եք իմ կյանքը, դառնորեն պատասխանեց Աննան։ Իմ իրական մորը, իսկ ձեր իրական դուստրը, ինչ եղավ նրա հետ։ Վահրամի դեմքը քարացավ։ Առաջին անգամ կյանքում նա չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նրա լռությունը ավելի խոսուն էր, քան ցանկացած խոստովանություն։ Հաջորդ օրը Մելիքյանների առանձնատանը օդը թանձրացել էր չասված խոսքերից և թաքնված արցունքներից։ Աննան փակվել էր իր սենյակում, վերածելով այն իր փլուզված աշխարհի սրբավայրի։ Նա չէր պատասխանում ոչ Կարինեի հիստերիկ թակոցներին, ոչ էլ Վահրամի պողպատե ձայնով հնչող հրամաններին։ Նա ժամերով նայում էր հայելու մեջ իր արտացոլանքին, փորձելով գտնել գոնե մի ծանոթ գիծ, մի բան, որը կպատկաներ Աննա Մելիքյանին։ Բայց հայելուց նրան էր նայում մի անծանոթուհի, ուրիշի աչքերով, ուրիշի ճակատագրով։ Այժմ նա հասկանում էր իր ողջ կյանքի օտարության զգացումը։ Այն պահերը, երբ նա իրեն անտեղի էր զգում շքեղ ընդունելությունների ժամանակ, երբ չէր կիսում Կարինեի հետաքրքրությունը բարձրաշխարհիկ բամբասանքների նկատմամբ, կամ չէր հասկանում Վահրամի սառը հաշվարկները։ Նա միշտ կարծել էր, թե դա պարզապես բնավորության տարբերություն է, իսկ իրականում դա արյան կանչն էր, որը խուլ շշնջում էր, թե նա այստեղ օտար է։ Վահրամը, կորցնելով իր սովորական ինքնատիրապետումը, փորձում էր վերականգնել վերահսկողությունը։ Նա զանգահարեց իր իրավաբանին, հրամայելով. պետք է ամեն ինչ անել, որ այդ կնոջ ընտանիքը լռի, գտիր նրանց, գումար առաջարկիր, եթե պետք լինի, վախեցրու, ոչ ոք չպետք է իմանա։ Այնուհետև նա մոտեցավ Աննայի սենյակի դռանը։ Աննա, բաց արա, սա կարելի է լուծել, դու Մելիքյան ես և այդպես էլ կմնա, թուղթը ոչինչ չի փոխում, մի ոչնչացրու քո ապագան հանուն մի բուռ աղքատների։ Բայց սենյակից պատասխան չկար։ Մինչ Աննան իր ներսում պայքար էր մղում, քաղաքի մյուս ծայրում, հին խարխուլ թաղամասում, կյանքը հոսում էր իր սովորական դանդաղ հունով։ Այստեղ էր ապրում Սոնան, 48 տարեկան մի կին, որի աչքերում 25 տարվա տառապանքն էր զտիլ։ Նա աշխատում էր փոքրիկ կարի արտադրամասում, օրնիբուն կռացած կարի մեքենայի վրա, որպեսի հոգար իր և իր դստեր Լիլիթի կարիքները։
Լիլիթը 25 տարեկան էր, կյանքից կոպված, սուր լեզվով մի աղջիկ։ Նա նման չէր իր համեստ մորը։ Նրա մեջ կար մի անհանգիստ կրակ, միշտ դժգոհություն իրենց աղքատ կյանքից և մի զգացում, թե ճակատագիրը նրան ինչ-որ բանից զրկել է։ «Մամ, մինչև երբ ենք այսպես ապրելու», հաճախ էր նա բողոքում։ «Ես հոգնել եմ այս պատերից, այս հոտից, այս անհույս առօրյայից»։ Սոնան միայն տխուր ժպտում էր և գրկում դստերը։ Նա երբեք ոչ ոքի չէր պատմել իր գաղտնիքի մասին, բայց իր սրտի խորքում միշտ վառ էր պահում իր առաջնեկին գտնելու հույսը։ Այդ օրը, երբ Սոնան վերադառնում էր աշխատանքից, նրանց նեղլիկ փողոցում կանգնած էր մի թանկարժեք սև մեքենա։ Մեքենայից դուրս եկավ կոստյումով մի տղամարդ և մոտեցավ նրան։ «Դուք Սոնան եք», հարցրեց նա սառը անզգացմունք ձայնով։ Սոնայի սիրտը բաբախեց։ «Այո, իսկ դուք ով եք»։ Տղամարդը նրան մի ծրար մեկնեց։ «Պարոն Մելիքյանը խնդրեց փոխանցել սա ձեզ, ներսում գումար կա, բավական է, որպեսզի ձեր ողջ կյանքում այլևս չաշխատեք։ Միակ պայման այն է, որ դուք և ձեր ընտանիքը ընդմիշտ մոռանաք նրա անունը և երբեք չփորձեք կապ հաստատել»։ Աննան վերջապես բացեց սենյակի դուռը։ Նրա աչքերը կարմրած էին, բայց հայացքը վճռական։ Նա իջավ ներքև, որտեղ Վահրամն ու Կարինեն անհամբեր սպասում էին։ «Ես որոշել եմ», ասաց նա հանգիստ, բայց ամուր ձայնով։ «Ես կմնամ այստեղ և կշարունակեմ կրել Մելիքյան ազգանունը, միայն մի պայմանով»։ Վահրամի դեմքին թեթևացման նշույլ հայտնվեց։ «Ասա, ինչ պայման ունես»։ «Ես ուզում եմ հանդիպել նրանց, իմ իրական մորը, և նրան»։ «Այն մյուս աղջկան»։ Կարինեն ճչաց։ «Ոչ, երբեք, դու չես հասկանում, թե դա ինչ կանի մեր ընտանիքի հետ»։ Բայց Վահրամը ձեռքի շարժումով լռեցրեց կնոցը։ Նա նայեց Աննային, փորձելով կարդալ նրա մտքերը։ Նա հասկանում էր, որ սա ուլտիմատում է։ «Լավ», վերջապես ասաց նա, «ես կկազմակերպեմ այդ հանդիպումը, բայց դու կգնաս այնտեղ, կտեսնես, թե ինչպիսի կյանքով են նրանք ապրում, կհամոզվես, որ քո տեղն այստեղ է և այդ թեման ընդմիշտ կփակվի։ Հասկանալի է»։ Աննան լուռ գլխով արեց։ Նա գիտեր, որ սա թաքարդ է։ Վահրամը ուզում էր նրան ցույց տալ աղքատության սարսափը, որպեսզի նա վախենա և մնա իր ոսկե վանդակում։ Բայց Աննան այլևս ոչնչից չէր վախենում։ Նա պետք է նայել իր անցյալի աչքերի մեջ։ Նույն պահին իրենց խոնավ բնակարանում Սոնան դողացող ձեռքերով բացում էր ծրարը։ Ներսում փողի հսկայական կապոց էր։ Լիլիթը, տեսնելով գումարը, ապշահար նայում էր մորը։ «Մամ, սա որտեղից է», հարցրեց նա։ Սոնան, անտեսելով փողը, ծրարի միջից հանեց մի փոքրիկ թղթի կտոր։ Դրա վրա գրված էր ընդամենը մեկ նախադասություն. «Նա ուզում է քեզ տեսնել»։ Սոնայի ձեռքերում թղթի փոքրիկ կտորը դողում էր, կարծես կենդանի լիներ։ «Նա ուզում է քեզ տեսնել»։ Այս մի քանի բառերի մեջ ամփոփված էր 25 տարվա սպասում, անքուն գիշերներ և մայրական անսահման կարոտ։ Փողի կապոցը, որը կարող էր լուծել նրանց բոլոր նյութական խնդիրները, անշարժ ընկած էր սեղանին, մոռացված և անպետք։ Լիլիթը, որը սկզբում հիացմունքով նայում էր գումարին, այժմ շփոթված հայացքը տեղափոխում էր մոր գունատ դեմքից դեպի խորհրդավոր գրությունը։ «Ո՞վ է ուզում քեզ տեսնել, մամ, ինչ է կատարվում, ո՞վ էր այդ մարդը»։ Սոնան խորը շունչ քաշեց, փորձելով կարգի բերել մտքերը։ Նա գիտեր, որ այլևս չի կարող լռել։ Ժամանակն էր բացելու այն սնդուկը, որը փակել էր իր սրտի խորքում երկար տարիներ առաջ։ Նա նստեց դստեր կողքին և սկսեց պատմել։ Պատմեց ծննդատան, երկու աղջիկների, հարուստ և հզոր ընտանիքի, անհույս աղքատության և անհնարին թվացող ընտրության մասին։ Յուրաքանչյուր բառի հետ Լիլիթի դեմքը քարանում էր։ Անհավատությունը փոխարինվում էր շփոթությամբ, ապա զայրույթի կարմիր բծերով։ «Ուրեմն ես իրենց դուստրեն եմ»։ Հազիվ լսելի շշնջաց նա։ «Իսկ այն մյուսը իմ տեղն է զբաղեցրել, ապրել է իմ կյանքով, ունեցել է այն ամենը, ինչը պետք է իմը լիներ»։ Նրա ձայնում ոչ թե ցավ կար, այլ սառը, այրող ատելություն։ Հանդիպումը նշանակվեց քաղաքի կենտրոնում գտնվող մի չեզոք սրճարանում։ Վահրամը ամեն ինչ կազմակերպել էր այնպես, որ իրավիճակը մնար իր վերահսկողության տակ։ Նա ցուցադրաբար հրաժարվեց ներկա գտնվել, ասելով, թե դա կանացի զգացմունքային հարց է, բայց իրականում նրա մարդիկ հսկում էին սրճարանի բոլոր մուտքերն ու ելքերը։ Աննան եկավ առաջինը, նա նստեց պատուհանի մոտ, ձեռքերում սեղմելով իրական մորի հին նամակը։ Նրա սիրտը խփում էր այնպես, կարծես ուզում էր դուրս թռչել կրծքավանդակից։
Ինչ պետք է ասեր նա այն կնոջը, ում դեմքը տեսել էր միայն իր երևակայության մեջ։ Ինչպես պետք է նայեր այն աղջկա աչքերին, ում կյանքը ինքը անգիտակցաբար գողացել էր։ Հանկարծ սրճարանի դուռը բացվեց, և ներս մտան երկու կին, մեկը տարիքով, հոգնած, բայց բարի դեմքով, մյուսը երիտասարդ, կտրուկ հայացքով և սեղմված շուրթերով։ Աննան անմիջապես ճանաչեց նրանց, Սոնան նրան էր նայում արցունքոտված, անսահման քնքշությամբ լի աչքերով, իսկ Լիլիթի հայացքում սառույց էր։ Նրանք մոտեցան սեղանին և լուռ նստեցին։ Լռությունը ծանր էր, գրեթե շոշափելի։ Առաջինը խախտեց Սոնան։ «Աղջիկս», շշնջաց նա, ձեռքը մեկնելով Աննային։ Աննան, կարծես հիպնոսացած, իր ձեռքը դրեց նրա ձեռքի մեջ։ Այդ հպումից նրա ամբողջ մարմնով անցավ մի անբացատրելի ջերմություն, ծանոթ և միևնույն ժամանակ նոր։ Դա արյան կանչն էր։ «Ուրեմն դու ես», հանկարծ լռությունը կտրեց Լիլիթի սուր ձայնը։ Նա չէր նայում Աննային, այլ զննում էր նրա թանկարժեք զգեստը, խնամված ձեռքերը, մազերի անթերի սանրվածքը։ «Ապրել ես դրախտում, մինչդեռ ես աշխատում էի 16 տարեկանից, որպեսզի մի կտոր հաց ունենանք։ Դու գիտես ես, թե դա ինչ է»։ Ես չգիտեի, հազիվ կարողացավ արտաբերել Աննան։ «Իհարկե չգիտեիր», դառը ծիծաղեց Լիլիթը։ «Արքայադուշտրերը չեն մտածում սովորական մահկանացուների մասին։ Իսկ հիմա ի՞նչ, եկել ես, որ տեսնես, թե ինչպես ենք ապրում, որ խղճաս մեզ, կամ գուցե եկել ես քո խիղճը մաքրելու համար»։ «Լիլիթ, խնդրում եմ, մի…» փորձեց միջամտել Սոնան։ «Ինչու, մամ, թող լսի, թող իմանա, որ իր շքեղ կյանքի համար վճարել ենք մենք, մեր երիտասարդությամբ, մեր առողջությամբ, մեր երազանքներով»։ Աննան զգում էր, թե ինչպես է յուրաքանչյուր բառ դաշույնի պես խրվում իր սրտի մեջ։ Նա հույս ուներ, որ այս հանդիպումը կլինի դժվար, բայց նաև մաքրող։ Նա պատրաստ էր ներողություն խնդրել, փորձել հասկանալ, կամուրջներ կառուցել, բայց նրա առջև ոչ թե կամուրջ էր, այլ անդունդ, լցված տարիների ցավով, զրկանքներով և արդարացի զայրույթով։ Նա հասկացավ, որ իրավիճակը պարզապես լուծել հնարավոր չէ, սա միայն սկիզբն էր։ Երբ նրանք արդեն պատրաստվում էին հեռանալ, Լիլիթը հանկարծ շրջվեց դեպի Աննան և սառը ձայնով ասաց. «Ի դեպ, քո հայրիկը մեզ գումար էր ուղարկել, որ լռենք, շատ մեծ գումար, բայց մենք այն չվերցրինք։ Մենք ուրիշ բան ենք ուզում։ Մենք ուզում ենք այն, ինչը մերն է ըստ իրավունքի։ Ամեն ինչ»։ Լիլիթի վերջին խոսքերը «մենք ուզում ենք այն, ինչը մերն է ըստ իրավունքի, ամեն ինչ» օդում կախված մնացին ծանր, անտեսանելի քարի պես։ Աննան զգաց, թե ինչպես է սառը քրտինքը ծորում մեջքով ներքև։ Սա այլևս ընտանիք գտնելու դրամա չէր, սա պատերազմի հայտարարություն էր։ Նա տուն վերադարձավ մեխանիկորեն, կարծես ուրիշի մարմնի մեջ լիներ։ Նրա գիտակցությունը հրաժարվում էր ընդունել խնդրի իրական մասշտաբը։ Նա հույս ուներ, որ կկարողանա ինչ-որ կերպ հաշտեցնել երկու աշխարհները, գտնել փոխզիջում, բայց այժմ հասկանում էր, որ դա անհնար է։ Այդ երկու աշխարհները չէին կարող գոյություն ունենալ միաժամանակ։ Մեկի գոյությունը մյուսի մահն էր նշանակում։ Վահրամը դիմավորեց նրան աշխատասենյակում, նրա դեմքին հաղթական ժպիտի նշույլ կար։ «Դե ինչ, տեսա՞ր, համոզվեցի՞ր, որ նրանց հետ քեզ ոչինչ չի կապում, նրանք վայրենիներ են, որոնց հետաքրքրում է միայն փողը։ Այժմ դու հասկանում ես, որ քո տեղն այստեղ է»։ Աննան նայեց նրան և առաջին անգամ տեսավ ոչ թե հորը, այլ մի սառնասիրտ գործարարի։ «Նրանք հրաժարվել են փողից», հանգիստ ասաց նա։ «Նրանք արդարություն են ուզում»։ Վահրամի ժպիտը անհետացավ։ «Արդարություն։ Ինչ արդարության մասին է խոսքը։ Ես նրանց տվել եմ այն, ինչ նրանք երբեք չէին ունենա, իսկ քեզ տվել եմ կյանք, որի մասին նրանք կարող են միայն երազել։ Սա է իմ արդարությունը»։ Իրավիճակը օր-օրի ավելի էր սրվում։ Լիլիթը, չսպասելով Մելիքյանների հաջորդ քայլին, որոշեց գործել։ Նա կապ հաստատեց մի երիտասարդ, հավակնոտ լրագրողի հետ, որը հայտնի էր իր սկանդալային բացահայտումներով։ Նա անանուն կերպով պատմեց նրան իր պատմությունը, տալով բավականաչափ ակնարկներ, որպեսզի լրագրողը կարողանա գտնել Մելիքյանների հետքը։ Շուտով մամուլում սկսեցին հայտնվել առաջին հրապարակումները։ Մայրաքաղաքի ամենահարուստ ընտանիքներից մեկի մութ գաղտնիքը, փոխված ճակատագրեր, ով է իրականում մագնատի ժառանգորդը։
Անուններ չէին նշվում, բայց բոլորի համար պարզ էր, թե ում մասին է խոսքը։ Վահրամը կատաղած էր։ Նրա կայսրությունը, որը կառուցված էր անթերի հեղինակության վրա, սկսել էր ճաքեր տալ։ Գործընկերները սկսեցին զգուշավոր զանգեր անել։ Բորսայում նրա ընկերության բաժնետոմսերը սկսեցին դանդաղ, բայց անշեղորեն ընկնել։ Սկանդալի հոտը օդում էր, եւ դա կարող էր ոչնչացնել այն ամենը, ինչ նա կառուցել էր տասնամյակների ընթացքում։ Նրա զայրույթը թափվեց Աննայի վրա։ «Սա քո մեղքն է», բղավում էր նա։ «Դու բացեցիր Պանդորայի արկղը։ Ես քեզ զգուշացնում էի։ Դու պետք է մոռանայիր այդ պատմությունը»։ Կարինեն իր հերթին հիստերիայի մեջ էր։ Նրա ընկերուհիները սկսել էին խուսափել նրանից։ Նրա հեռախոսը լռում էր։ Նրա կատարյալ աշխարհը, որը կառուցված էր հասարակական կարծիքի փխրուն հիմքերի վրա, փլուզվում էր իր աչքի առաջ։ Աննան հայտնվել էր երկու կրակի արանքում։ Մի կողմից իրեն մեծացրած մարդիկ, որոնք այժմ իրեն մեղադրում էին իրենց կյանքը քանդելու մեջ։ Մյուս կողմից իրական ընտանիքը, որը նրան օգտագործում էր որպես զենք իրենց պատերազմում։ Նա զգում էր իրեն մեկուսացված եւ դավաճանված բոլորի կողմից։ Նրա ներսում աճում էր մի սարսափելի գիտակցում. այս պատմության մեջ անմեղներ չկային։ Վահրամը հանցագործ, որը կոտրել էր մի քանի կյանքեր իր շահի համար։ Կարինեն նրա լուռ հանցակիցը, բայց նաև Լիլիթը, որի արդարացի զայրույթը վերածվել էր վրեժխնդրության կործանարար ծարավի, եւ նույնիսկ Սոնան, որի մայրական սերը այնքան պասիվ էր եղել, որ թույլ էր տվել այս ամենը տեղի ունենալ։ Մի երեկո, երբ Աննան փորձում էր գոնե մի քանի ժամ քնել, նրա հեռախոսին անծանոթ համարից հաղորդագրություն եկավ։ Այնտեղ ընդամենը մի նկար էր, հին, սև-սպիտակ լուսանկար ծննդատնից։ Նկարում երկու նորածին էին, կողք կողքի պառկած, եւ նրանց մահճակալների վրա երևում էին ազգանուններով պիտակները։ Մի պիտակի վրա գրված էր Մելիքյան, մյուսի վրա Կարապետյան, բայց սարսափելին դա չէր։ Սարսափելին այն էր, որ Մելիքյան պիտակով մահճակալում պառկած երեխայի ուսին հստակ երևում էր աստղիկի տեսքով խալը, նրա խալը։ Նամակը ստում էր։ Փոխանակում եղել են ոչ թե երեխաներին, այլ պիտակները։ Նա ի սկզբանե Մելիքյանների դուստերն էր, իսկ դա նշանակում էր, որ նրա իրական մայրը, Կարինեն, գիտեր ամեն ինչ, ի սկզբանե։ Աննայի մատները սառել էին, հեռախոսի էկրանի լույսը անգութ կերպով լուսավորում էր նրա քարացած դեմքը։ Նա նորից ու նորից նայում էր լուսանկարին, փորձելով գտնել որևէ սխալ, որևէ անհամապատասխանություն, որը կփշրեր այս սարսափելի իրականությունը։ Բայց նկարը համառորեն պնդում էր իրենը։ Աստղիկի տեսքով խալը հստակ երևում էր Մելիքյան պիտակով երեխայի ուսին, իր ուսին։ Ժամանակը կարծես կանգ առավ, սենյակի ձայները խլացան, պատերը սկսեցին պտտվել։ Նրա գլխում ամպրոպի պես որոտաց միտք Նարինեի նամակը սուտ էր, ոչ թե ամբողջությամբ, այլ ամենասարսափելի մասով։ Փոխանակում եղել էր, բայց ոչ այնպես, ինչպես ինքը կարծում էր։ Իրականությունը հազար անգամ այլանդակ էր։ Նրա ուղեղը սկսեց տենդագին աշխատել, վերականգնելով անցյալի բոլոր դրվագները նոր սարսափելի լույսի ներքո։ Կարինեի հավերժական նյարդայնությունը, նրա չափազանցված հոգատարությունը, որը երբեմն սահմանակայց էր խեղդող վերահսկողությանը։ Նրա հայացքում միշտ առկա վախը, երբ Աննան հիվանդանում էր կամ վնասվածք ստանում։ Այդ ամենը ոչ թե մայրական սեր, այլ մեղքի զգացում եւ վախ բացահայտումից։ Իսկ Վահրամը, նրա սառնությունը, նրա վերաբերմունքը Աննայի նկատմամբ որպես ոչ թե դստեր, այլ բիզնես նախագծի։ Այժմ ամեն ինչ իր տեղն էր ընկնում։ Նա պաշտպանում էր ոչ թե իր դստերը, այլ իր կնոջ հանցագործությունը։ Նա զգաց, որ օդը չի հերիքում։ Դողացող ոտքերով նա դուրս եկավ սենյակից եւ իջավ ներքև։ Կարինեն նստած էր հյուրասենյակում, թերթելով նորաձևության ամսագիր։ Նա այնքան հանգիստ էր, այնքան անհաղորդ այն փոթորքին, որը մոլեգնում էր Աննայի հոգում։ Աննան լուռ մոտեցավ եւ հեռախոսը դրեց նրա առջև էկրանին բացված լուսանկարով։ Կարինեն սկզբում անտարբեր նայեց, հետո նրա հայացքը սառեց։ Ամսագիրը դանդաղ սահեց նրա ձեռքերից եւ ընկավ գետնին։ Նրա դեմքից գույնը գնաց, շուրթերը սկսեցին դողալ։ Սա որտեղից քեզ, հազիվ լսելի շշնջաց նա։ Դու գիտեիր, Աննայի ձայնը հնչեց խուլ եւ օտար։ Դու ամեն ինչ գիտեիր ի սկզբանե։ Այնտեղ ծննդատանը մահացած ծնված երեխան իմը չէր, նա Սոնայի դուստրն էր, իսկ իմ իրական դուստրը, Լիլիթը, դու նրան տվեցիր այդ կնոջը, ասելով, թե դա նրա երեխան է, իսկ ինձ խաբեցիր, ասելով, թե մեր երեխան մահացել է, եւ որպեսի ես չտարապեմ, մենք կվերցնենք Սոնայի երեխային, Աննային, եւ կմեծացնենք որպես մերը։ Այդպես էր, չէ՞։
Յուրաքանչյուր բառի հետ Կարինեի դեմքը ավելի էր քարանում սարսափից։ Նա փորձեց ինչ-որ բան ասել, բայց բառերը խեղդվում էին կոկորդում։ Վահրամը ստիպեց ինձ, վերջապես կոտրատված արտաբերեց նա։ Նա ասաց, որ դա միակ ճանապարհն է, որպեսզի մենք ժառանգ ունենանք, որպեսզի մեր ընտանիքը չքանդվի։ Ես վախենում էի նրան կորցնելուց։ Դու վախենում էիր կորցնել ոչ թե նրան, այլ այս կյանքը, այս հարստությունը, անգութ կերպով կտրեց Աննան։ Դուք երկուսդ ոչնացրել եք ոչ թե 2, այլ 4 կյանք։ Դուք խլել եք Սոնայից իր երեխայի մահվան ճշմարտությունը։ Դուք խլել եք Լիլիթից իր իրական ծնողներին և իրեն հասանելիք կյանքը։ Դուք ինձ ստիպել եք ապրել ուրիշի կյանքով, ուրիշի մեղքը կրելով, և դուք խլել եք ձեզանից ձեր սեփական դստերը։ Ո՞վ եք դուք դրանից հետո։ Հենց այդ պահին սենյակ մտավ Վահրամը։ Տեսնելով կնոջ վիճակը և Աննայի դեմքի արտահայտությունը, նա անմիջապես հասկացավ, որ ամեն ինչ բացահայտվել է, բայց նրա դեմքին ոչ թե զղջում էր, այլ սառը վճռականություն։ Այո, այդպես է եղել, ասաց նա, կանգնելով կնոջ կողքին։ Եվ ես ոչ մի բանի համար չեմ զղջում, ես արել եմ այն, ինչը պետք էր մեր ընտանիքը փրկելու համար։ Այդ աղջիկը Լիլիթը։ Մեր արյունն է, բայց նա երբեք չէր կարող լինել մեր ժառանգորդը։ Նա մեծացել է փողոցում, նա չունի ոչ դաստիարակություն, ոչ կրթություն։ Իսկ դու, Աննա, դու մեր ստեղծագործությունն ես, մենք քեզ տվել ենք ամեն ինչ, դու ես Մելիքյանների դեմքը։ Աննան դառը ծիծաղեց։ Ես դեմք չեմ, ես դիմակ եմ, դիմակ, որով դուք ծածկել եք ձեր հրեշավոր հանցագործությունը, բայց այլևս ոչ։ Նա շրջվեց և ուղղվեց դեպի դուռը։ Ուր ես գնում, բղավեց Վահրամը։ Աննան կանգ առավ շեմին և չշրջվելով պատասխանեց. Ես գնում եմ ճշմարտությունն ասելու նրանց, ում դուք խաբել եք։ Ես գնում եմ Լիլիթի մոտ և Սոնայի մոտ, նրանք պետք է իմանան ամեն ինչ։ Առանձնատնից դուրս գալով Աննան զգաց, թե ինչպես է գիշերային սառը օդը այրում իր թոքերը։ Նա քայլում էր առանց նպատակի, փողոցների լույսերը լղոզվում էին նրա աչքերի առաջ, վերածվելով անիմաստ գունավոր բծերի։ Նրա ներսում քաոս էր։ Մի պահ առաջ նա զոհ էր, մի աղջիկ, որին խլել էին իր իրական ընտանիքից։ Իսկ հիմա նա ո՞վ էր, հանցագործների դստեր դաստիարակությունը, ստի կենդանի խորհրդանիշը։ Նրա զայրույթը Մելիքյանների նկատմամբ խառնվել էր մի նոր, անսպասելի զգացմունք՝ մեղքի զգացման։ Նա անմեղ չէր այս պատմության մեջ։ Նա ինքն էր այն գործիքը, որով կատարվել էր ամենամեծ անարդարությունը։ Նրա գոյությունը Լիլիթի կյանքում դատարկություն էր ստեղծել, իսկ Սոնայի կյանքում չմեղմացող ցավ։ Այժմ նրա ուսերին էր ոչ միայն սեփական ճակատագիրը, այլև նրանց կոտրված կյանքերի բեռը։ Նա հանեց հեռախոսը և տատանվելով հավաքեց Լիլիթի համարը, որը վերցրել էր սրճարանում։ Ինչ պետք է ասեր նա։ Ինչպես կարելի էր բառերով բացատրել այսպիսի սարսափելի ճշմարտությունը։ Մինչ Աննան պայքարում էր իր մտքերի հետ, Մելիքյանների տանը սկսվել էր իսկական փոթորիկ։ Կարինեն, կորցնելով իր սովորական զսպվածությունը, հիստերիկորեն մեղադրում էր ամուսնուն։ Սա քո մեղքն է, քո հպարտությունը, քո ցանկությունը ժառանգ ունենալու։ Դու ինձ ստիպեցիր, դու ոչնչացրիր մեր կյանքը։ Վահրամը սակայն այլևս չէր փորձում նրան հանգստացնել։ Նրա դեմքին սառը հաշվարկ էր։ Լռիր, հիմա լացելու ժամանակը չէ, պետք է գործել։ Այդ աղջիկը, Աննան, այժմ վտանգավոր է։ Նա կարող է ամեն ինչ պատմել, պետք է նրան կանգնեցնել։ Նա վերցրեց հեռախոսը և զանգահարեց իր անվտանգության ծառայության պետին։ Գտեք Աննային, հետևեք նրան, թույլ մի տվեք, որ նա հանդիպի որևէ մեկի հետ, հատկապես Կարապետյանների։ Եթե պետք լինի, ուժ կիրառեք։ Նրա համար այս իրավիճակը վերածվել էր ոչ թե ընտանեկան ողբերգության, այլ ճգնաժամային կառավարման խնդրի, որտեղ բոլոր միջոցները արդարացված էին։ Նա պատրաստ էր զոհաբերել բոլորին, իր կայսրությունը փրկելու համար։ Լիլիթի և Սոնայի փոքրիկ բնակարանում լարված լռություն էր տիրում։ Հանդիպումից հետո Լիլիթը դարձել էր ավելի փակ և ագրեսիվ։ Նա չէր հավատում Աննայի անկեղծությանը, նրան համարելով հարուստների հերթական քմահաճույքի դրսևորում։ Իսկ Սոնան, ընդհակառակը, իր սրտում զգացել էր անբացատրելի կապ այն աղջկա հետ, ում մեծացրել էր որպես իր սեփական դուստր։ Հենց այդ պահին զնգաց հեռախոսը, Լիլիթը կոպիտ վերցրեց այն։ Ալո։ Լիլիթ, դա ես եմ, Աննան, լսվեց մյուս կողմից դողացող ձայնը։ Ինչ ես ուզում, սառը հարցրեց Լիլիթը։ Ես պետք է ձեզ տեսնեմ, երկուսից էլ, շատ շտապ, կա մի բան, որը դուք պետք է իմանաք, մի բան, որը փոխում է ամեն ինչ։
Լիլիթի ներսում ինչ-որ բան տատանվեց, Աննայի ձայնի մեջ հուսահատություն կար, որը դժվար էր կեղծել։ «Որտե՞ղ», հարցրեց նա։ Աննան նշանակեց հանդիպում քաղաքից դուրս գտնվող մի հին լքված այգում, մի վայր, որտեղ նրանց չէին կարող գտնել։ Նա հասկանում էր, որ Վահրամը կփորձի խանգարել իրեն, սա նրա միակ հնարավորությունն էր, նա որոշել էր, նա այլևս չէր լինելու պասիվ զոհ կամ խաղաքար ուրիշի ձեռքում, նա պետք է վերցներ իրավիճակի վերահսկողությունը իր ձեռքը։ Նրա նոր պլանը պարզ էր և միևնույն ժամանակ աներևակայելի բարդ։ Նա պետք է միավորեր ուժերը Լիլիթի հետ։ Երկու աղջիկները, որոնց ճակատագրերը այնքան դաժանորեն խաչվել էին, պետք է միասին կանգնեին իրենց ընդհանուր թշնամու՝ Մելիքյանների դեմ։ Բայց արդյոք Լիլիթը կհավատա նրան, արդյոք նա կկարողանա հաղթահարել իր ատելությունը և նախանձը հանուն արդարության։ Եվ ամենակարևորը, ինչ կլինի, երբ նա իմանա ողջ ճշմարտությունը, ոչ թե այն, որ Աննան զբաղեցրել է իր տեղը, այլ այն, որ նա, Լիլիթը, իրականում Մելիքյանների դուստրն է։ Լքված այգին խեղդվում էր երեկոյան մշուշի մեջ։ Ժանգոտած ճոճանակները տխուր ճռնչում էին քամուց, կարծես ողբալով մոռացված մանկության ուրվականներին։ Աննան սպասում էր, թաքնվելով ծառերի ստվերում։ Նրա սիրտը բաբախում էր ոչ թե վախից, այլ սառը վճռականությունից։ Նա այլևս զոհ չէր, նա որսորդ էր, որը պատրաստվում էր իր առաջին և ամենակարևոր որսին։ Հեռվում երևացին երկու ուրվագիծ, Լիլիթն ու Սոնան մոտենում էին զգուշավորությամբ։ Լիլիթի ձեռքին ինչ-որ ծանր բան կար։ «Ինչ ես ուզում մեզանից», հարցրեց նա կանգնելով անվտանգ հեռավորության վրա։ Աննան դուրս եկավ ստվերից, նա չսկսեց ներողություններից կամ բացատրություններից, նա միանգամից անցավ գործի։ «Այն ամենը, ինչ դուք գիտեք, սուտ է, կամ ավելի ճիշտ, կիսաճշմարտություն, որն ավելի վատ է ստից, մեզ բոլորիս խաբել են»։ Եվ նա սկսեց պատմել։ Պատմեց ճշմարտությունը ծննդատան մասին, երկու մայրերի, երկու հայրերի և երկու փոխված ճակատագրերի մասին։ Նա ցույց տվեց լուսանկարը իր հեռախոսի մեջ։ Սոնան ծածկեց բերանը ձեռքով, նրա աչքերը լայն բացվեցին սարսափից, իսկ Լիլիթը նա պարզապես քարացել էր։ Նրա դեմքին զայրույթի, անհավատության և մի նոր, անծանոթ ցավի խառնուրդ էր։ «Դու ստում ես», շշնջաց նա։ «Դու ուզում ես խառնել ամեն ինչ, որպեսզի փրկես քո մաշկը»։ «Ես ոչինչ չեմ փրկում», հանգիստ պատասխանեց Աննան։ «Փրկելու այլևս ոչինչ չկա։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, թե ով ես դու իրականում։ Դու Վահրամ և Կարինե Մելիքյանների դուստրն ես, իսկ ես ոչ ոք եմ, բայց մենք միասին կարող ենք վերականգնել արդարությունը»։ Հանկարծ այգու մուտքի մոտ լսվեցին մեքենաների ձայներ, լուսարձակների սուր շողերը կտրեցին մթությունը։ Վահրամի մարդիկ գտել էին նրանց։ «Վազեք», բղավեց Աննան։ Նրանք սկսեցին վազել այգու խորքը, սայթաքելով թաց տերևների վրա։ Հետապնդողների ձայները գնալով մոտենում էին։ Նրանք հասան այգու հին պարսպին։ «Օգնիր մորս», ճչաց Լիլիթը Աննային։ Երկուսով նրանք օգնեցին Սոնային բարձրանալ պարսպի վրայով, հետո Լիլիթը ճարպկորեն անցավ մյուս կողմը։ Երբ Աննան պատրաստվում էր բարձրանալ, նրան բռնեցին։ Երկու ամրակազմ տղամարդ բռնեցին նրա ձեռքերը։ «Պարոն Մելիքյանը ցանկանում է ձեզ տեսնել»։ Աննան նայեց Լիլիթին, որը կանգնել էր պարսպի մյուս կողմում, անվճռական։ Նրա աչքերում պայքար էր գնում։ Մի պահ Աննային թվաց, թե նա կթողնի իրեն և կփախչի։ Բայց հետո Լիլիթի դեմքին հայտնվեց մի արտահայտություն, որը Աննան երբեք չէր տեսել՝ պողպատե վճռականություն։ Նա վերցրեց գետնից մի մեծ քար և բղավելով նետվեց առաջ։ «Բաց թողեք նրան»։ Այդ գիշեր նրանք թաքնվեցին Լիլիթի հին ընկերներից մեկի բնակարանում։ Օդում կախված էր լարվածություն, բայց դա այլևս թշնամանքի լարվածություն չէր։ Դա երկու զինվորների լարվածությունն էր մարտից առաջ։ Նրանք հասկանում էին, որ Վահրամը չի կանգնի ոչ մի բանի առաջ։ Նրանք պետք է հարվածեին առաջինը և հարվածեին այնտեղ, որտեղ ամենացավոտն է։ «Նրա հեղինակությունը», ասաց Աննան, «նրա համար ամենակարևորը իր անբիծ կերպարն է։ Եթե մենք կարողանանք դա ոչնչացնել, նա կկորցնի ամեն ինչ»։ Նրանք սկսեցին մշակել պլան։ Աննան, օգտագործելով իր գիտելիքները Մելիքյանի կայսրության ներքին խոհանոցի մասին, սկսեց փնտրել նրա թույլ կողմերը։ Նա գիտեր, որ Վահրամը տարիներ շարունակ զբաղվել է ֆինանսական խարդախություններով, թաքցրել է հարկերը օֆշորային հաշիվներում։ Բայց ապացույցները պահվում էին նրա գրասենյակի անձեռնմխելի սեյֆում։ «Ես կարող եմ մտնել այնտեղ», հանկարծ ասաց Լիլիթը։ «Ես աշխատել եմ մաքրուհի նրա գրասենյակային շենքում մի քանի ամիս։ Ես գիտեմ բոլոր մուտքերն ու ելքերը, տեսախցիկների տեղերը»։ Աննան և Սոնան ապշած նայեցին նրան։
Ճակատագրի հեգնանքով Լիլիթը, լինելով Մելիքյանի դուստրը, անգիտակցաբար հավաքել էր այն զենքը, որը կարող էր ոչնչացնել հենց իր հորը։ Պլանը համարձակ էր և աներևակայելի ռիսկային։ Նրանք պետք է գիշերը գաղտնի մտնեին Մելիքյանի գրասենյակ, կոտրեին սեյֆը և գողանային փաստաթղթերը։ Այնուհետ դրանք փոխանցեին այն նույն լրագրողին, ում հետ կապվել էր Լիլիթը։ Նրանք ունեին ընդամենը մեկ գիշեր, մեկ փորձ։ Եթե նրանք ձախողվեին, Վահրամը նրանց կոչնչացներ։ Գիշերային երկնաքերը քնած հսկայի պես կանգնած էր քաղաքի վրա։ Ներսում Վահրամ Մելիքյանի աշխատասենյակում օդը թանձրացել էր լարվածությունից։ Լիլիթը, շարժվելով ստվերի պես, անջատում էր ազդանշանային համակարգի տվիչները մեկը մյուսի հետևից։ Աննան կանգնած էր նրա կողքին, համակարգչի էկրանին հետևելով անվտանգության տեսախցիկների պատկերները, որոնք նա կարողացել էր կոտրել։ Սոնան սպասում էր ներքևում, մեքենայի մեջ, նրանց փախուստի ճանապարհն ապահովելու համար։ Նրանք հասան սեյֆին, այն հսկայական էր, անխորտակելի թվացող։ «Ես գիտեմ կոդը», շշնջաց Աննան։ «Վահրամը միշտ օգտագործում է նույն թվերը, իմ ծննդյան օրը, ամիսը և տարին»։ Ճակատագրի դաժան հեգնանքով նրա կեղծ ինքնությունը պետք է դառնար իրենց փրկության բանալին։ Նա մուտքագրեց թվերը։ Կանաչ լույս վառվեց, և ծանր դուռը ճռնչալով բացվեց։ Ներսում կոկիկ դասավորված թղթապանակներ էին, լի ընկերությունների, օֆշորային հաշիվների և կեղծ գործարքների մասին փաստաթղթերով։ Նրանք սկսեցին արագ հավաքել ամենակարևորները, երբ հանկարծ աշխատասենյակի դուռը բացվեց, լույսը վառվեց։ Շեմին կանգնած էր Վահրամ Մելիքյանը, նրա կողքին Կարինեն, իսկ հետևում անվտանգության աշխատակիցները։ «Ես գիտեի, որ դուք կգաք», սառը ասաց Վահրամը։ «Իսկապես կարծում էիք, թե կարող եք ինձ հաղթել»։ Կարինեն նայում էր Լիլիթին, իր իրական դստերը, և նրա աչքերում սարսափի, մեղքի և մի անհասկանալի կարոտի խառնուրդ կար։ «Լիլիթ», հազիվ լսելի շշնջաց նա։ «Իմ անունը մի տուր», կդրեց Լիլիթը, «դու ինձ համար ոչ ոք ես»։ Վահրամը ժեստ արեց, և պահակները շարժվեցին առաջ։ Այդ պահին Աննան արեց մի անսպասելի բան, նա վերցրեց սեղանի վրայից թանկարժեք կրակայրիչը և մոտեցավ բաց սեյֆին։ «Մի մոտեցեք», բղավեց նա, կրակը մոտեցնելով փաստաթղթերին։ «Մեկ քայլ, և ձեր ամբողջ կայսրությունը կվերածվի մոխրի»։ Վահրամը կանգ առավ, նրա դեմքը խեղաթյուրվեց կատակությունից, սա այն միակ բանն էր, որ նա չէր կարող կորցնել։ «Դու չես համարձակվի», շնչասպառ ասաց նա։ «Փորձիր ինձ», պատասխանեց Աննան, և նրա ձայնում պողպատ կար։ Պատայեն իրավիճակ էր, բոլորի հայացքները գանված էին կրակի փոքրիկ լեզվակին, որը կարող էր կամ մարել, կամ բորբոքվել իր հետ տանելով ամեն ինչ։ Հանկարծ Կարինեն մի քայլ առաջ արեց։ «Բավական է», գրեթե ճչաց նա, «Վահրամ, բավական է, ամեն ինչ ավարտված է»։ Նա շրջվեց դեպի պահակները։ «Գնացեք այստեղից»։ Պահակները շփոթված նայեցին Վահրամին։ «Նա ելևս ձեր տերը չէ», շարունակեց Կարինեն, դողացող ձայնով, բայց անսպասելի ուժով։ «Ես զանգահարում եմ ոստիկանություն, ես կպատմեմ ամեն ինչ»։ Վահրամը նայեց նրան անհավատալի հայացքով։ Նրա կինը, նրա հնազանդ տիկնիկը, դավաճանում էր նրան։ Դա վերջնական հարվածն էր։ Նրա աշխարհը փլուզվեց վերջնականապես։ Մի քանի շաբաթ անց սկանդալը դեռ թարմ էր բոլորի հիշողության մեջ։ Վահրամ Մելիքյանը ձերբակալված էր, մեղադրվելով ոչ միայն ֆինանսական խարդախությունների, այլև երեխայի առևանգման և փաստաթղթերի կեղծման մեջ։ Կարինեն, համագործակցելով հետաքննության հետ, ստացավ պայմանական պատիժ։ Նա կորցրեց ամեն ինչ, հարստությունը, կարգավիճակը, բայց գուցե գտավ մի բան ավելի կարևոր՝ իր խիղճը։ Աննան և Լիլիթը կանգնած էին դատարանի շենքի դիմաց։ Նրանք երկուսով էլ հրաժարվեցին Մելիքյանների ժառանգությունից։ Փողի մի մասը նրանք ուղղեցին բարեգործությանը, մնացածը սառեցվեց մինչև դատավարության ավարտը։ Նրանք կանգնած էին ոչ թե որպես թշնամիներ կամ մրցակիցներ, այլ որպես երկու կին, որոնց ճակատագրերը անքակտելիորեն կապվել էին։ «Իսկ հիմա ի՞նչ», հարցրեց Լիլիթը։ Նրա ձայնում այլևս ատելություն չկար, միայն հոգնածություն և անորոշություն։ «Հիմա մենք կսկսենք ապրել», պատասխանեց Աննան, «ոչ թե ուրիշի, այլ մեր սեփական կյանքով»։ Նա որոշել էր վերադառնալ իր իրական անվանո՝ Աննա Կարապետյան։ Նա ուզում էր գտնել իր տեղը աշխարհում ոչ թե որպես ինչ-որ մեկի ժառանգորդ, այլ որպես ինքնուրույն մարդ։ Լիլիթը, իր հերթին, կանգնած էր բարդ ընտրության առաջ։ Նա կարող էր պայքարել իր ազգանվան և ժառանգության համար, բայց նա հասկացավ, որ դա իրեն երջանկություն չի բերի։ Նա տեսել էր այդ աշխարհի փտածությունը ներսից։
Նա որոշեց մնալ այն, ով միշտ եղել էր, ուժեղ և անկախ կին, որը սովոր էր հույսը դնել միայն իր վրա։ Մի քանի տարի անց փոքրիկ արևոտ բնակարանում սեղանի շուրջ հավաքվել էին 3 կին՝ Սոնան, Աննան և Լիլիթը։ Նրանք ծիծաղում էին խմելով թեյ։ Նրանց հարաբերությունները բարդ էին, երբեմն ցավոտ, լի չասված խոսքերով և անցյալի ստվերներով։ Նրանք քույրեր չէին, բայց նաև օտար չէին։ Նրանք ճակատագրով կապված հոգիներ էին, որոնք սովորում էին ներել և ապրել։ Աննան բացել էր արվեստի փոքրիկ ստուդիա, սովորեցնելով երեխաներին նկարել։ Լիլիթը ընդունվել էր համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։ Նա ուզում էր պաշտպանել նրանց, ովքեր չէին կարող իրենց պաշտպանել։ Իսկ Սոնան, նա վերջապես գտել էր իր հոգու խաղաղությունը։ Նա ուներ 2 դուստր, յուրաքանչյուրը իր ձևով սիրելի և հարազատ։ Նրանց կյանքը հեքիաթ չէր, բայց այն իրական էր, և դա ամենակարևորն էր։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ մեր իրական ընտանիքը ոչ միշտ է այնտեղ, որտեղ մեր արյունն է, այլ այնտեղ, որտեղ մեր սիրտն է։ Ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, միշտ ազատագրող է։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի դիտողներ։ Ինչպես կվարվեիք դուք Աննայի կամ Լիլիթի փոխարեն։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, բաժանորդագրվեք մեր ալիքին և շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Այդ փոքրիկ արևոտ բնակարանում նրանց ծիծաղը դարձել էր սովորական երաժշտություն։ Նրանց կյանքը վերածվել էր ոչ թե մոռացության, այլ ընդունման մի երկար ճանապարհի։ Նրանք սովորել էին ապրել անցյալի ստվերների հետ, թույլ չտալով, որ դրանք խավարեցնեն ներկան։ Մի աշնանային կիրակի նրանք երեքով գնացին գերեզմանատուն։ Նրանք կանգնած էին մի համեստ տապանաքարի առջև, որի վրա փորագրված էր Նարինե։ Այն կինը, ով իր մահով նրանց կյանքի հնարավորություն էր տվել։ Սոնան սրբեց քարի վրայի փոշին, Աննան թարմ ծաղիկներ դրեց, իսկ Լիլիթը լուռ կանգնած էր նայելով քարին։ Նա լավ կին էր, խախտեց լռությունը Սոնան։ Նա տանջվում էր, բայց վերջում ճիշտ ընտրություն կատարեց։ Նա փրկեց ձեզ երկուսիդ էր, իր ձևով։ Նա ինձ ճշմարտությունը տվեց, ավելացրեց Աննան, իսկ դա ամեն ինչից թանկ է։ Լիլիթը երկար լռությունից հետո շրջվեց դեպի Աննան։ Իսկ դու ինձ ընտրություն տվեցիր, ասաց նա հանգիստ։ Ես կարող էի մնալ ատելության մեջ, պայքարել փողի համար և դառնալ նրանց նման։ Շնորհակալ եմ, որ թույլ չտվեցիր։ Այդ խոսքերի մեջ ավելին կար, քան երախտագիտությունը։ Դա ընդունում էր, ներում և մի նոր, դժվարությամբ ձեռք բերված կապ։ Նրանց ճանապարհները բաժանվեցին, բայց հոգիները մնացին կապված։ Աննայի արվեստի ստուդիան լցված էր երեխաների ծիծաղով և ներկերի հոտով։ Նա գտել էր իրեն ոչ թե մեծ կտավների կամ համաշխարհային ճանաչման մեջ, այլ այն փոքրիկ ձեռքերին օգնելու մեջ, որոնք սովորում էին իրենց զգացմունքները գույներով արտահայտել։ Նա հասկացել էր, որ իր իրական ժառանգությունը ոչ թե փողն էր, այլ ստեղծելու և սեր տալու ունակությունը։ Լիլիթը գերազանցությամբ ավարտեց համալսարանը։ Նա չդարձավ կորպորատիվ իրավաբան, որը պաշտպանում էր հարուստների շահերը։ Նա սկսեց աշխատել հասարակական կազմակերպությունում, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելով նրանց, ովքեր բախվել էին անարդարության հետ։ Նա իր կյանքի ցավը վերածել էր ուժի, պայքարելու, որպեսզի ոչ ոք այլևս չապրի այն, ինչ ինքն էր ապրել։ Իսկ Կարինեն, դատավարությունից հետո նա անհետացավ։ Ոմանք ասում էին, թե մեկնել է արտերկիր, ոմանք, թե ապրում է մեկուսի կյանքով։ Մի անգամ Լիլիթը համալսարանական թերթում տեսավ իր նկարը, որպես լավագույն ուսանողուհի։ Մի քանի օր անց նա փոստով ստացավ մի անանուն ծրար, ներսում թերթի այդ հատվածն էր և մի փոքրիկ չորացած ծաղիկ։ Առանց ստորագրության, առանց խոսքերի, բայց Լիլիթը հասկացավ, դա զղջման մի լուռ, անպատասխան խոստովանություն էր։ Նրանք չստացան այն կյանքը, որի համար ծնվել էին, բայց նրանք ստեղծեցին մի կյանք, որն ավելի արժեքավոր էր, որովհետև այն իրենցն էր, կառուցված ոչ թե ստի, այլ ճշմարտության, ցավի և ներման դժվարին հիմքերի վրա, և դա այն արշալույսն էր, որը նրանք ընտրել էին իրենք։